Սիրելիներ, բարի կեսօր, այսօր վլոգը սկսում եմ կեսօրից, աշխատանքից դուրս եկա գնումներս ավելացնեի, այսինքն մամայիս նվերները ավելացնեի, երեկ գնել էի, այսօր էլ պետք է որոշ բաներ վերցնեի, ծաղիկներն էլ գնեցի, այս անգամ կակաչներ էսպիսի ու գնում մամերը վերցրեցի, կակաչները վերցրեցի ու ընկնեմ խանութար Անձրևոտ ու մռայլ եղանակ է, բայց ինձ ընդհանրապես չխանգարեց, որ Արտուրին խնդրեցի աշխատանքից ինքը բերեց, այդպես ավելի շուտ ստացվեց, հաջորդ կհասնեի տուն, եկա կենտրոն, գնումներ ճիշտն ասած ծաղիկները այլ բաներ, բայց չկար, լավ է, չէին մի տեսակ սա, այս անգամ այսպես, ուй, թերթիկը պոկվել է, սա գրավ է գաչկս, սա վերցրեցի, նվերները վերցրեցի շարունակությունը Գնանք հանգստանանք, մի փոքր շունչ քաշամ, հոգնած գնեմ անձրևոտ մռայլ եղանակ է սիրուներս ամբողջ շաբաթ տված է, որ անձրև է գալու ըստ եղանակի տեսության լավ է, որ երեխաները տանեն առավոտյան այսպես արագ չեմ անում, դե սովորաբար ես եմ տանում իրենց դպրոց ու հետո գնում աշխատանքի դիմացի փողոցն անցավ այդպիսի ծաղիկները գնամ, տեսա ավտոբուսը գնացա, գնում ուղիղ մեր տան մոտ, բայց դե շատ ուշ է գալիս 20 րոպեն մեկ իզուր կանգնեի 20 րոպե սպասեի, գերադասեցի քայլելով գնել տուն թեպետ հոգնած եմ, բայց ոչինչ, առողջ ապրելակերպ է, մի քանի կիլոգրամների նվազում է նաև այդպես երինես այնքան անձրևոտ մռայլ է, որ մի տեսակ որ ոչ մի բան տրամադրություն չես ունում, ուզում ես գնալ, պարկել, հանգստանալ, քնել, ոչ մի բան չանել, բայց չէ, այսօր ավելի կարևոր օր է, մի խոսքով սիրելիներս, գնամ հետո ընթացքում կմիանամ նորից ձեզ։ Աղջիկներս եկա տուն, ճաշացինք, մամայի նվերները տվեցինք, բացեցինք, ուրախացանք, այստեղ սուրճն եմ պատրաստում, մի հատ սուրճ չխմենք ու անցնեմ 1-2 տեսների պատրաստման սիրելիներս։ Մաման էլ ինձ հետ նույն բանն ասում է, այնպիսի եղանակ է, որ ոչ մի բանի ցանկություն չունես, օրինակ ինձ որ մնար կուզայի մի փոքր հանգստանալ, բայց դե չի լինի սիրելիներս, երեխաների հետ երիկի հետ պետք է պարապեմ, Վիկտորիայի հետ ջութակը պետք է պարապեմ, հաց ուտելուց հետո միշտ այնպես է լինում, որ օրգանիզմդ հանգստանում է ու դու այսպես ոչ մի բան ցանկություն չես ունենում անելու, հիմա ինձ մոտ է այդ վիճակը, կարծում եմ բոլորի մոտ է, ովքեր որ հաց են ուտում, հետո ոչ մի բան, ուղղակի օրգանիզմդ ուզում է հանգստանալ։ Սա անեմ, 2 մանկադակ լվանամ, երեխան ամեն մեկի հետ մի բան կանեմ, պարապելումները պարապենք, երիկի հետ պարապեմ, երեք չեմ արել ու փորձում եմ, որ բաց չթողնեմ, իր հետ պարապունքները օրվա, տեղից արձակուրդը այսպես ռիթմից հետ էին գնում, հետո դա նկատելի է լինում, Վիկտորիայի հետ ջութակը պետք է անեմ, որպես այդպիսին դպրոցի տնային հանձնարարություններ չունի, բայց ջութակը ունի, որ ամսի 7-ից վեր սկսելու են ու պետք է տվյալ երաժշտությունը մի քիչ նոտաները շատ նույն է, բայց խառն է, երեխաները մի փոքր այսպես խառնում են, դե ամեն օր պարապելը նպաստում է նրան, որ կարողանա մտաբերի ու մտապահի ու կարողանա նվագել Դա էլ այդպես սիրելիներս, գնանք սուրճ խմենք, ձեզ էլ հավեսի գցեմ, չմոռանաք, եթե դիտում եք լայքեք, մեկնաբանեք, թողնեք ձեր մեկնաբանությունները, եթե ցանկանում եք բաժանորդագրվել, որպեսզի դուք էլ ինձ ուրախացնեք, ես էլ ձեզ այսպեսի սրտիկ եմ փոխանցում, սա աղջիկներից եմ սովորել այս սրտիկ ու շատ եմ սիրում։ Սիրելիներս, որ անկեղծ լինեմ, Ռոշեի կոնֆետները որ կա, ես ավելի շատ մերկադոնայի, դե սա Ռոշեի ոնց որ կրկնօրինակը լինի, ոչ թե ոնց որ այլ հենց այդպես էլ կա, բայց ես ավելի շատ սիրում եմ սա ավելի նուրբ ու շատ քաղցր, այսպես արտահայտված պրինտային քաղցր չէ, քան թե Ռոշեինը, անկեղծ լինեմ, սա ավելի շատ եմ սիրում ու գնայինով շատ ավելի մատչելի է, քան Ferrero Rocher-ն։ Սիրելիներս, այստեղ հավի թևիկներն է, կարտոֆիլ և սունկը, հիմա սա տեղափոխեմ ջեռոց,
Միջ սա կպատրաստվի, ես գամբա ունեմ, այնտեղ պիլպի կպատրաստեմ, աղցանը կա, տորթը կա, մենք մեզանով ենք լինելու, ուղղակի այսօր չնայած որպես այդպեսին տոնականել չի, ուղղակի հաց ենք պատրաստելու ու երեկոյան բոլորը միասին ընտրենք։ Այսպես գնաց ջեռոց, միացնենք ջեռոցը, ենք բարձրի տակ ու ասենք ադիոս, որպեսզի պատրաստվի։ Սալադա էսա։ Ահա, վերջելն է, այստեղ աղցանն է, այս մյուս մասում պիլպին եմ պատրաստել, հեսա խանութից թարմ կանանչի կբերեմ, վրան կավելացնեմ և այստեղ արդեն միսն է, կարտոֆիլն է, սունկն է, ուղղակի սոխն եմ ավելացրել վրան թարմ վիճակում, կանանչի չեմ դրել, որովհետև երեխաները չեն ուտի, սոխերը կարող ենք հեռացնել, այ կանանչին դա արդեն իսկ խնդիր է։ Վերջելն է, սա էլ էսպես, հիմա Արտուրի հետ 1-2 բան ունեմ գնելու սննդային առումով, գնումներս անեմ ու գանք ճաշենք, Կրիստինաս արդեն սպասում է, ասում մամա երբ ենք ճաշելու, սա էլ էսպես սիրելն է։ Սիրելն է, շտապում եմ Արտուրի հետ, Արտուրը զանգեց, ասաց գնանք, պետք է ջուր, հյութ, ուй Անդրև է գալիս, ես էլ էսպես դուրս եմ եկել, պետք է ջուր, հյութ, այդպես թխված քաբլիդ երեխաները տանեն, այսպես ուտելիքն ավելի շուշուտ է սպառվում, անկեղծ ասած մոռացել եմ։ Հիմա պետք է մի հատ հարցնեմ, ես վաղ աշխատանք եմ, թե աշխատանքի չեմ։ Եթե ոչ ավելի լավ, ուրեմն կստացվի եւ ամսի 24-ին եմ տանը, եւ ամսի 25-ին։ And I find myself wondering what did happen to the last 10. I ran away with my life, fast forward, never turn back again. It's kind of funny that the more we pass time, the more we need to set them rewind. And 19 was the year I had to leave you, but now I'm seeing all the signs. Is this really happening? I can't believe it's true. I'm just as surprised as you. Is this really happening? I can't be too sure, but one day Cumpleaños feliz, cumpleaños feliz, te deseamos todos, cumpleaños feliz, yeah, sopla, sopla, uy, sopla. Մեզ մոտ արդեն բավականին մեզ մոտ արդեն ուշ է, երեկո է, երեխաներից երկուսը քնել են, միայն Վիկտորիան է արթուն։ Այստեղ որոշեցի ձեզ հետ կիսվել մամայի նվերներով, որը որ մենք ենք կատարել, որովհետև առանձնապես որպես այդպեսին հյուրեր չենք ունեցել, մենք մեր ընտանիքի անդամներով նշել, ուրախացել, անցել գնացել է, չհաշված որ վերջում ինչ-որ փորձանքի հանդիպեցի, հետո կասեմ ինչ եղավ, բայց ամեն բան հիմա կարգին է, լավ է, այսպիսի շալ է, բայց ավելի շատ թիկնոցի պես է, որ կարող է վրան գցել, բայց առանց ձեռքերի է, սա եմ վերցրել, երիկիս խաղալիքները ամենուր անգամ մամայի անկողնով վրա պիսի գիշերած գեստ եմ վերցրել, այնքան փափուկ էր ուղղակի շտապում է իմ համար ինձ էլ կգնեի, նույնից կար, տաբատը կարմիր գույն էր, բայց ուշանում է էդի երեկ էի գնացել, հարմար չէր, որ մանգայի, որովհետև լուսում եմ ասում են, կես ժամ է մնացել, որպեսզի խանութը փակվի, կխնդրենք մոտենալ կասային, ինչևէ, այս տեսակն եմ վերցրել, որովհետև մաման այս մատերիալը սիրում է, հով է, հանգիստ է այս մատերիալի մեջ, ինքն իրեն լավ է զգում, այսպես, սա ես կողմ, նաև այսպես փափլիկ նասկիներ ենք վերցրել, իրեն այսպիսի սպիտակ վերնաշապիկ եմ գնել, ամենահասարակ
սպիտակ, այսպես պուտպուտիկներով, մաման ասում է Էրիկի հետ իսկ գնա սպիտակ, ասում դե հա, առիթների ժամանակ կարելի է հագնել, ինչու ոչ, պետք է պահարանում սպիտակ գույնը, ինչպես նաև սևը ունենալ, որ սևը ամեն ինչի հետ ես ասում, սպիտակն էլ մի տեսակ ավելի էլեգանտ տեսք է հաղորդում, սա երկրորդն է, փոքրիկ այսպես դեկորատիվ կոսմետիկա եմ վերցրել, highlighter Alia գունաներկ, այտերի համար շրթներկ եմ վերցրել, այսպիսի գույն ունի, ահա, այսպես, երկու մատիտ շրթներկին համապատասխան և սև մատիտ աչքերի համար և այսպիսի պալետկա եմ վերցրել նյութ գույների մեջ, այս գույները ես էլ եմ սիրում, հաջորդ անգամ գնալուց ինձ էլ կվերցնեմ, որովհետև միշտ այս երանգների մեջ եմ հիմնականը օգտվում, այսպես և այս օծանելիքն եմ վերցրել, քանի որ ինքը այս հոտը շատ է սիրում, այս էլ այսպես սիրելն է, դե կա էլի նվերներ, որոնք հարգելի պատճառներով չեմ կարող ցույց տալ, մի խոսքով, ինչը որ հնարավոր էր ցույց տվեցի աղջիկներս, հիմա այս ամեն դնեմ իր տեղերում և ձեզ հրաժեշտ եմ, սիրելնես, հիմա արդեն թեպետ լավ եմ ինձ զգում, անցել է ամեն ինչ, բայց դեռ կոկորդից հատվածում զգում եմ, որ այսպես կարծես թե այրվել է, այն 4 չիպսերը որ կան, ինչպես էր անունը, չեմ հիշում, բայց տարայով է, հա, գնացի պարանը բացեցի, աչքս թանկավ, ասացի լավ ֆիլմ ենք դիտում, սպասի, այսպես մի 2 հատիկ ուտեմ ու ֆիլմը գնայեմ զուգահեռ, Արտուրը չայ ցանկացավ, դրեցինք, չայի հետ տորտ ցանկացավ, տորտը բերեց մաման, եթե անկեղծ լինեմ, գրեմը մի փոքր անհամ է ստացվել, այսինքն շատ այդպես պրինտային քաղցր չէ, շատ քաղցր չէ, անկեղծ եմ լինում, ու սկսեցի ուտում էի ու բերանը, սկսեցի ծիծաղել, նայում եմ մամային, ժպտում եմ, որ հեսակ ասի անհամ է եղել գրեմը, ու այդ պահին սենց ամբողջ էներգիայով սկսեցի ժպտալս ու հասկացա, որ կոկորդից կանգնեց մի մեծ կտոր, հիմա մաման այդ պահին ասում է կխեղտվես մի ծիծաղը ու ես արդեն այդ պահին խեղտվում եմ, բայց չեմ կարողանում, ասեմ ախր խեղտվում եմ, հիմա այսպես վախեցած աչքերից դեմը մթագն էլ սևացել, Արտուրը դիմաց սա մամին փոքր հեռու է նստած, վեր եմ բասես ընդ վախենալով հասկացնում Արտուրին, որ հարվածի այս հատվածին, որպեսի գոնե դուրս գա ու ես հևում եմ այսպես ու չեմ կարողանում խոսել, մոտ 3 րոպե այդպես տևեց, լսում եմ այսպես ուղղակի, հա, որ Արտուրն ասում է չէ, ջուր պետք չի ավելի վատ, մաման այնտեղ ասում է խեղտվեց, գոնե տրորի ու ես չեմ հասկանում, ինչ տրորի, ինչ անի, բայց բարձիրելնես, եթե այս պահին վլոգը շարունակվում է ու եթե վլոգը դուրս գա, ուրեմն ամեն բան անցել է, բայց եթե անկեղծ ես էլ էի վախեցել, մաման էլ կես կատակ, կես լուրջ ասում է տնա շենգոնեն թողներ ծնունդս վերջանալ, նոր, ու այդտեղ հասկանում ես, վայ, մի ակնթարթում կարա քո կյանքի հունը այսպես փոխվի, բայց փառք Աստծո ամեն բան լավ է, ուղղակի մի փոքր կոկորդս է քերվել, ինքիս ցավում եմ, դա էլ այդպես երնես, այսօր էլ այսպիսի օր ունեցանք, լավ նշեցինք, ուրախացանք, լավ ժամանակ անցկացրեցինք, հոգնեցինք, մենք մեր տան անդամներով անկեղծ լինեմ, այնպես չէ, որ ոչ ոքի ոչինչ չենք ասել, մեր անդամներով տան նշեցինք, ամեն բան լավ անցավ, դե սովորական օր էր, դրան գումարած, վաղ աշխատանք, ասում ես ինչ եղավ,
Ասում թողեր գոնե ծնածս վրցներն Էդ էլ վերջին նվերն էր, ինչ վատեր մա Դե ինչ անեմ, սովորել եմ տենց արագուտ եմ, այդ դրանից չէր, մամա այդ ինձ ծիծաղալուց էր, որ ծիծաղացի Գնա Կոնոման պետք է ասեմ Adios, mami, adios Այդ տեսակ սիրելիներս, ոչ մի կերպ չի ուզում նկարվել, չգիտեր, որ կամերան միացրած է, մի խոսքով, ամսի 25-ին տանը կլինեմ, տոն է, որովհետև, բայց վաղ աշխատանքի եմ, այդ էլ այդպես, մեր ձմեր պապիկը ամսի 25-ի նվերները պետք է բերիմ, երեխաները անհամբեր դրան են սպասում, Այդ այդպես 31-ին աշխատելու եմ մինչև ժամը 2:30 ամսի 1-ին եմ տանը լինելու 2-ին աշխատանքի, 3-ին աշխատանքի, 4-ին, 5-ին աշխատանքի ու լինելու եմ ամսի 6-ին տանը Մի խոսքով դա էլ այդպես սիրելիներս, այսօրվա օրն էլ այսպիսին էր, վերջավարտ է, այդպես ասենք, մի փոքր վախենալու ու վտանգավոր ստացվեց, քիչ էր մնում չվերթս գնար դեպի վերևները, բայց այստեղ եմ, ձեզ հետ եմ, ամեն բան լավ է, կարեմ շնորհավորանքների ու ջերմ խոսքերի համար, մեկ-մեկ այս ապարատների պատճառով ստացվում է, որ խոսում եմ մի քիչ թլիկ, բայց ներող եղեք, որովհետև տարբերակ չունեմ Շնորհակալ եմ շնորհավորանքների ջերմ խոսքերի համար, անպայման կփոխանցեմ մամայիս, վստահ եմ, որ կարդացել է, ձեր կողմից, իր կողմից ձեզ շնորհակալություն կհայտնեմ սիրելիներս, ձեզ անչափ սիրում եւ գնահատում եմ, շատ եմ ուրախանում տեսնելով, որ այդքան ջերմ, բարի մեկնաբանություններ եք թողնում, Աստված ձեզ շատ օրհնի, թող այս գալիք տարին բոլորիդ երազանքները, նպատակները, իղձերը ի կատարածի սիրելիներս, թող ինչ դժվարություններ ու ձախորդություններ, որ եղել են, թող մնա անցած տարում, բան չի մնացել, մեկ շաբաթ աչքներս այսպես թարթենք, բացենք, կանցնի, մի խոսքով, որպես այդպիսին, ես շնորհակալ եմ տարուց, վատ տարի չէր, վերջը մի փոքր այսպես դժվարություններ չէ, հա, այսպես մի փոքր այսպես որ դու պետք է հրես, որ առաջ բարձրանաս դեպի սար, հիմա այդ վիճակն է, ինչու չեմ խոսում տեղափոխվելու մասին այդ ամեն ինչից, որովհետև Արտուրն ասաց մինչև հունվարի երկրորդ-երրորդ շաբաթը դժվար է տեղափոխվեն, քանզի այնտեղ խոհանոցի կահույքը դեռ չի եկել ամսի 26-ին պետք է գա ճաշասենյակի ամբողջ պատուհանները դեռ չի եկել պատվիրել են մեկ այլ ֆիրմայի հետ պետք է կապ հաստատեն հիմա քանի որ մեր մոտ արդեն վերջ տոներ են մինչև ամսի 7-ը ոչ մի կազմակերպություն չի աշխատում այսինքն 7-ին մինչև գան չափագրումներն անեն որպեսզի դա արդեն իսկ ժամանակ է խլելու միայն ճաշասենյակը ու աղջիկների սենյակն բայց Արտուրն ասաց էլ են այնքան մուկ ու այսպես մութ ռոզվի է ստացվել ու արդեն ներկել են վախենում եմ գնալ տեսնել հիասթափվել բայց ճաշասենյակի ու մեր սենյակի գույները բաց է ընտրել ախր ես կատալոգով նայելուց այլ բաներ բերեցին պատի վրա քսելուց ես հասկացա որ սա մուկ է ու սենց մի տեսակ շոտ սենց պրինտերնի արտահայտված ռոզվի ու մանուշակագույնը Արտուրն էլ ասում է գույները այնքան իրար նման են, որ չես ասի, որ նա վարդագույն է, նա մանուշակագույն է։
Չգիտեմ, դե այսօր եկել է տեխնիկան խոհանոցային, լվացքի մեքենա, սառնարան, գազօջախ, ամեն մանրուքները չէ, մեծ բաները հենց էդ է, ամսի 26-ին խոհանոցը կգա, մի խոսքով դեռ ամանոր էստեղ ենք հաստատ նշելու, երևի 1-2 շաբաթ էլ միտեղ մի քիչ ավելի ուրախ եմ, որովհետև հունվարից ինձ նորից արձակուրդներ կհասնեն, գոնե 2-3 օր կխնդրեմ կվերցնեմ, որպեսզի արձակուրդ տրամադրեն, ավելի հանգստանեմ, բայց դա էլ ոչ շատ ուզում եմ օգտագործել արձակուրդային օրերս, կասեմ հետո ինչու, փորձեմ տարվա մեջ քիչ օգտագործել արձակուրդներս, մի խոսքով սիրելիներս, ես վազեցի, ձեզ բարի գիշեր ու բարի լույս եմ ցանկանում, կհանդիպենք հաջորդ վլոգում, այնտեղ հեռուստացույցի ձայն է, մնացեք բարով եւ խաղաղությամբ, Աստված պահպան լինի բոլորիդ, եթե ձեզ դուր է գալիս իմ մալիք, կխնդրեմ, որպեսզի բաժանորդագրվեք, սեղմեք զանգակոճակը, որպեսզի բաց չթողնեք իմ նոր վլոգները, ցտեսություն, բարի գիշեր։